ճանապարհը երկար է, աշխատանքը ծանր, երբեմն վտանգավոր, բայց հենց մարդասիրությունն է եւ կյանքի համար պայքար մղելու ձեր անվառ մոտիվացիան է, որ ձեզ տալիս է ուժ ու կորով հոգալու մեր առողջության մասին։ Բժշկի տոնը շնորհավոր։ Ձուլվում եմ շնորհակալությունը, երաժշտությունը, երաժշտիկի խոսքերը եւ պետական պարգևների ու մրցանակների հանձնման արարողությունը։ Բարձր մասնագիտական, գործնական հմտությունների ներդրման համար, ինչպես նաեւ բուժաշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրելու համար բեմ ենք հրավիրում։ Եվ այսպես, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանին, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գեոգջյան Կժդրյանին, բոլոր տեսակի պատերազմների, հիվանդությունների եւ խաղաղ պայմաններում բժիշկները միշտ առաջնամարտիկ են եւ միշտ առաջին տեղում են եւ նրանք գիշեր-ցերեկ պայքարում են մարդկանց առողջություն պարգևելու համար։ Եվ իհարկե ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որպեսզի մենք տարվա մեջ մեկ օր կարողանանք նշել բուժաշխատողի օրը, մեր հարգանքի տուրքը մատուցենք բուժաշխատողին, որը 24 ժամ աշխատում է մեր պացիենտների համար։ Տեսնում ենք բազմաթիվ երախտագետ հայացքներ հիվանդների, հարազատների կողմից, որը լիովին դրանով բավարարված է։ Ճիշտն ասած անակնկալ էր, շնորհակալ եմ կազմակերպիչներին ցուցաբերած բարձր վստահության համար։ Ես եմ նոր ծանոթանում ճիշտն ասած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալ խնդրեմ։ Իհարկե դրական ժեստ է եւ հաճելի է, երբ որ բժիշկը իր աշխատանքի ընթացքում գնահատվում է, իհարկե ամենակարևորը հիվանդների կողմից, հիվանդի հարազատների կողմից, նաեւ շատ կարևոր է, որ համապատասխան գերատեսչությունները ուշադրություն սևեռեն բժիշկի վրա, որովհետև դա ծանր աշխատանք է եւ կարիք ունի խրախուսման բժիշկը։ Այս մրցանակաբաշխությունը ոչ թե մրցում է, այլ խորը հարգանքի արտահայտություն։ Հարգանք նրանց, ովքեր եղել են բացառիկ իրենց մասնագիտության, էթիկայի, հոգատարության եւ մարդասիրության մեջ։ Բժշկական մասնագիտությունների ցանկից այսօր մենք 26 անվանակարգերում անցնում ենք շնորհակալություն բժիշկ խորագրով մեր բոլորիս շնորհակալության խորհրդանիշները։ Բոլոր մասնագիտություններն էլ իրենց տեղն ունեն, բոլորն էլ գնահատելի են, բայց բժշկի աշխատանքը շատ ծանր ու շատ պատասխանատու աշխատանք է, ու երբ որ քեզ գնահատում է քո կոլեկտիվը, բուժառում, հանրապետությունը իսկապես շատ շոյվում ու շատ հուզվում է։ Մենք մեծ բանակ ենք, մեր վրա ասենք սահմանում մեր ճշնամներից են պաշտպանում, մենք էլ մեր ներքին ճշնամներից, որ մարդու մեջ են։ Պարգևատրվեցին մի քանի տասնյակ, մինչև 50 անվանակարգերում, մինչև 50 բժիշկներ ստացան պարգևատրումներ, ուղղակի խորհրդանշական ձևով այդ բժիշկներին պարգևատրվեց եւ մենք իրենց դեմքով ուզեցինք շնորհավորենք եւ պարգևատրենք բոլոր բժիշկներին։ Հանրապետության առողջապահական համակարգը շատ հզոր հիմքերի վրա է եւ բազմաթիվ բժիշկներ են արժանի այդ շնորհավորանքին։